հավաքների ազատության մասին օրենքի 31-րդ հոդվածով նշված է, որ եթե ոստիկանությունը հավաքի ղեկավարին փոխանցում է որևիցե հավաքի խաղաղ եւ բնականon ընթացն ապահովելու վերաբերյալ պահանջ, պարտավոր եք դուք այդ դեպքում հավաքի մասնակիցներին փոխանցել դա, որովհետեւ չփոխանցելու դեպքում դուք ձեր պարտականություն չեք անում, դա առանձին պատասխանատվություն է սահմանում։ Մենակ ինքը չի ասում։ Բոլորն հիմա կազմակերպչի մասին ենք խոսում, խնդրում եմ չընդհատեք, կավարտեմ, ձեզ կլսեմ կամ ձեր հետ էլ կարող եմ խոսեմ, ոչ մի խնդիր։ Ես այսքանը պետք է ձեզ ասեի, հարգելի Արմինե, եւ օրինական պահանջը ներկայացնեի, որովհետեւ հայտարարությունը կատարվեց ձեր կողմից բարձրախոսով, նաեւ մի բան էլ ասեմ, չնայած մուտք ու ելքերը փակ չի, մարդիկ կարող են մտնել եւ դուրս գալ, այս մասով խախտում չկա, բայց բանը, քանի որ նման հայտարարություն եղավ, բայց փաստացի չարվեց, հիմա մարդիկ մտնում դուրս են գալի, իմացեք, որ հավաքների ազատության մասին օրենքի 30-րդ հոդվածով հավաքի մասնակիցները բոլորը պարտավոր են մուտք ու ելք չփակել, հարակից շենքերի, հավաքի ղեկավարը նույնը, պետք է չխոչընդոտներ այդ առումով ստեղծի, ոստիկանությունն էլ եթե նման փորձ կատարվեց, պետք է ապահովի ազատ մուտք ու ելքը շենքի։ Բոլոր մուտքերի, միայն այս շենքի մասին չի, հարակից էլ մարդիկ որ մտնեն դուրս գա։ Մենք հիմա փաստացի ձեզ ներկայացնում ենք օրինական պահանջ չփակել փողոցը, ավելի ճիշտ կասեի, երևի թե փողոցան, չէ։ Երթևեկելի հատվածի մասին է բնականաբար խոսքը, սա մեր օրինական պահանջն է։ Okay, հիմա կամ ես խոսեմ, ես ձեզ Նայեք, ես չգիտեմ այդ օրենքներ եւ այլն, խի, որովհետեւ ես նես չի ինչ-որ կազմակերպված, ինչ-որ հանցագործ խմբի ղեկավար եմ, եկել եմ ստեղ ինչ-որ ապօրինություններ եմ անում, ես եկել եմ իմ բողոքի ակցիան եմ անում, որովհետեւ ոնց որ դուք եք աշխատում, նույնիսկ ուզում եմ ես աշխատեմ ու այսքան մարդ աշխատի։ Հիմա այս մարդկանցից խնդրում եմ, մեկը իջնի, եթե այսքան մարդուն բանատեղ չեն դնում, չեն իջնում, ինչի համար ես պետք է կներեք էլի 1000 անգամ լսեմ ձեզ, ոչ թե լսեմ ձեզ, այլ այդ օրենքներով շարժվեմ։ 2018 թվին ես նոր էլ հայտարարեցի, ես են կարկառուն ներկայացուցիչներից եմ եղել փողոց հափագել է սարելենը, այդ ժամանակ իրան կարելի էր, ինքը եկավ իշխանության, հիմա մեզ չի կարելի, հասկանում ենք, չէ։ Հիմա ինչ անեմ, լավ, ինչ քայլ անեմ, որ ընդեղից մեկը իջնի, ինձ լսի, ու չեմ ուզում Համլետ Նազարյանը իջնի, որովհետև Համլետը բացատրել է, որ ինքը էլ իրավասու չի։ Ուզում եմ վերևներից, ոնց որ Համլետն ասել, վերևներից ասել, երբ որ ինձ կասեն, այն ժամանակ ես դες կգնամ։ Հիմա մեկը թող վերևներից լայա անի, իր հովսենյակից իջնի այս արևի տակ, պատասխանի մեր հարցերը, մենք է սուս ու փուս թողնենք դուրս գանք։ Ոչ խախտումներ անենք, ոչ ձեզ վատդրության մեջ ենք, ոչ մենք վատդրության մեջ ենք։ Եթե դուք կարաք օգնեք, որ ինչ-որ մեկը իջնի մեզ լսի, մեր խոսքը լսի, որ մենք մեզ տենց անտեսված չզգանք, էլի որպի պես, всё-таки բոլորս ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Կխնդրեմ միջնորդեք։ Ես ձեր սկզբից գամ ասացին, դուք ասացիք ման ոստիկանությունում, դուք տեսաք, որ ի սկզբանե չի միջամտել բացարձակ, որովհետև հավաքների ազատության իրավունք ունեք դուք բոլորը։ Եվ այդ մասով մենք միշտ աջակցողի դերում ենք եղել եւ այսօր եւ նախորդ օրերին։ Մեր մոտեցումը այդպես է միշտ եղել։ Փորձել են ընդունելություն կազմակերպել, միջնորդել ենք, խումբ ենք օգնել, ձևավորել ենք եւ այլ։ Ինչ հնարավոր է մենք տարել ենք, որպեսզի խնդրի լուծման գնա։ Ընթացքում ոնց որ որոշ տեղեր, չգիտեմ, լուծեցին, ինչ-որ աշխատանք մարդիկ կան, արդեն գնում են աշխատանքի, բայց մեծ մասը երևի չի գնում։ Այդ խնդիրը ժամանակ պահանջող խնդիր է իմ դիտարկմամբ, չնայած իմ գործառույթը չի։ Սա ուղղակի ձեր, քանի որ խոսեցիք, պատասխանում եմ։ Եվ կարծում եմ, որ ընդեղից ոնց որ թե ասել են, ում տիրույթում է գտնվում հարցը։ Ես օրինակ ժամանակը հասկացանք 3 օրից ծլում արդեն մի ամիս։ Մի ամիսա այդ ժամանակը չեն կարող քննարկեն, որ տենանք երբ է լինում։ Մեր հարցը ընդամենը գիտեք որն է։ Քննարկել ձեզ ինչպես դիմեմ։ Սարգիս ջան։ Պետք է քննարկի հակակոռուպցիոնը, ինձ թվում, քննչական կոմիտեն։ Քննչական կոմիտել ենք գնացել, ընդեղ էլ են, չգիտեն ինչ պատասխան։ Ընդեղ մեր իրավասության տակ չի, գալիս ենք ստեղած տիրույթում այդ ամեն ինչը, որ մենք հասկանանք ի վերջո երբ է բացվելու մեր գործարանները։ Կոմիտե երբ եք գնացել։ Ամեն անգամ։ Անցած ուրբաթ եմ գնացել։ Ես կարծում եմ, որ դիմում նամակներ գիտես ինչքան ենք տվել, որ հələ որ անպատասխան մնացել։ Ես ճիշտ ասած լավ կարելի է այսքան ժողովրդին կանգնած տել այս արևտակ ու ոչ մի պատասխան չտալ։ Արմինեն չի խոսում, լավ, հեսա ես եմ սկսելու խոսամ։ Եթե Արմինի հետ խնդիր կա,
Դե ուրեմն բերեք ժողովուրդ ջան, բերեք կնենց անեք այս մարդիկ գոնե աշխատատեղ ունենան, կարենան իրանց հոգսը անեն, կարենան իրանց ընտանիքները պահեն, ուրիշ բան չեն ուզում։ Ես այսօր Հիմա լավ, դուք Մենք ինչ անենք, մեր տեղը դուք լինեք, ինչ կանեք։ դուք մեզ պաշտպանում եք, եթե հրաման չեք կատարում, Քննչական կոմիտեն ոչ մի պատասխան չի տալիս, այստեղ մի մարդու պատասխան դիմում գրեք, ինքը պատասխան մեր հիմնարկները վերաբացեն, սկսենք աշխատել։ Այդպես չի կարելի, չէ։ հա, նայ, ցավոք, Ես լսում եմ, ձեզ լավ հասկանում եմ։ Կան որ Ինչն է վերաբացվել։ վերաբացվել է այն, որ ապօրինի պետականացում։ Որը որ 3 հիմնարկություն։ հիմա ես շատ լավ եմ ասեմ, մարդիկ աշխատեն, թե Չէ, դուք ասում եք կան բացառած, ես ձեզ բացատրում եմ։ քանի որ քաղաքացիները ասում եք մնացել են առանց աշխատանքի, մենք կոչնդորված է։ Կարակ ինչ են բանացածը անverջ կքննարկենք, եթե չենք։ Օրինակ նրանով որ գրանություն է, բայց ինչ վերաբերում է Սարգսի ասացին, իմ կարծիքն ասում, ներսից որ ասեցին, եթե քննչական կոմիտեի հետ ուրեմն պետք է քննչական կոմիտեի հետ հարցը քննարկել։ լավ, քննչական կոմիտեն ասում է չգիտեմ երբ, կառավարությունը ասում է չգիտեմ երբ։ Ո՞վ է պատասխան տալու։ Քննչական կոմիտեին դիմում գրեք, ասում եք մեռանք դիմում գրելով, եղբայր, գրած են սաղ դիմումները ներկայացված են։ Ասում են, օքեյ, պայմանավորվեցինք, որ ինքը այսօր մեզ կասեր, վաղը որ ժամին է ընդունելու, մեզ ասի, երբ է բացվելու մեր հիմնարկությունը, Նազարյանը։ Ու Նազարյանը քիչ առաջ ասեց, չեմ կարող ասել։ Ես ձեր համաձայնում եմ, երբ որ բայց ես այս մարդկանց ինչ ասեմ։ Հիմա դու տենես Լավ, որ եկեք սենց ասեմ, ես իմ դիրքորոշումը ասացի, ըստ էության նույնիսկ կարող է այդքան պետք է չգործավարվի, ես ես խորհրդամ, որտեղ դա ձեր գործն է։ Ես շնորհակալ եմ, որ ասեցիք այդ ամեն ինչը, իհարկե։ հիմա ես նույն բանը ասում, այդ տիրույթում, այդտեղ նամակները գնաց է 100 որտեղ մենք չենք Լավ, հիմա մեր հարցը քննչականում է, այդ Իմ ամբողջ ես խոսելու իմաստը գիտեք ինչու՞մն է, որ ես չեմ ցանկանում որպես ոստիկան եւ նաեւ շարժում եմ օրենքով ոչ միայն ուժ հարկադրանքի միջոցով չկիրառեմ ձեր նկատմամբ եթե կլինի իրավախախտում։ Մենք ամեն ինչ անում ենք, որ բանը չհասնի դրան։ Ամբողջ մեր նպատակի դրույթը դա բոլոր մեթոդները կիրառելու ենք համբերացած միասին արևի տակ, որպեսզի հարկադրանքի չհասնի անհանգիստ։ Պարոն Պողոսյան, թե Պետրոսյան, պարոն Պետրոսյան ջան, խնդրում եմ, որպես ղեկավար այս ամեն ինչի, խնդրում եմ, մեկն ու մեկին ասեք թող իջնեն։ Ընդամենը այդ է։ Մենք խոստանում եմ փոխանցեմ, ես չեմ, ինչ որ ասում եմ փոխանցեմ։ Քիչնեն թե չեն իջնի, դա արդեն իմ գործը չէ։ Իմ գործը նա է, որ ամեն ինչ անենք չհասնի հարկադրանքի։ Ամբողջ պատասխանատվության չունեմ։ Հիմա ցավոտան հիմա դուք հավատացեք կարանք մենք այդ խնդիրը ճանապարհորեն, բայց մենք ձեր հետ պատրաստ ենք մնալ, սպասել, ծառայել, ձեզ էլ աջակցել ինչով հնարավոր է, որ ձեր հավաքը ընթանա, բայց օրենքով։ Խաղաղ օրենքի սահմաններով։ Եթե ձեզ ասում են, որ այս Ես այդտեղ չեմ բարձանում, ես տեղից եմ խոսելու, ես չեմ բարձանում վերև։ ավել բան չեմ կարող։ Հիմա նայեք, դուք ասում եք, եթե ճանապարհը փակեցիք, խոչընդետ ունեք։ Լավ, այսքան ժողովուրդ հիմա սոված կանգնացել խնդրի առաջ։ Ինչ անեն, լավ։ Ինչ անեն։ Մերնեմ քեզ այս ժողովուրդը ինչ անեն։ Շատ դիմումներ են գրել, շատ, պատասխան չկա։ Կոմիտեն այնպես չլինի, ես հավաքեմ Քնչականը կարա իմանա օրինակ համար պլանավորած գործողություն։ Լավ, նամակներին քնչականում չեն Օրենքի կարա։ սահմանում ձեր հավաքը ոնց որտեղ ինչքան որ ժամին ինչ անցկացնի։ Դա ձեր գործն է։ Իհարկե օրենքի սահմանում ես պարտավոր էի գալ, հանրային հայտարարությունները չես աշխատանք միջամտենք։ Կարանք օգնում ենք, չէ՞ չենք միջամտում։ Սենց հավաքույթներ Եկանք որ այս ամեն ինչը ես ձեզ փոխանցեմ։ Ինչ վերաբերում ասելուն ես հենց հիմա նորից կմտնեմ, ես կարամ փորձեմ դրան, որտեղ մեր նպատակը ձեր հետ միասին այս խնդիրի լուծումն է։ Այստեղ մենք դուք Մեր նպատակը ձեր հետ միասին այդ ամեն ինչը մարդիկ տվել են ձայնը բարգավաճի։ Եթե խնդիրը կլինի առանց օգտվելով ասեմ, հավաքի խոչընդոտող կլինի անցկանի կմոտենա ինչ որ մի բան չի եղել չնայած այդտեղ։ Ես ինչ որ ոչինչ չանեք, ես ասեմ ինչ է հնարավոր։ Եթե պետք եղավ արտադրանքի Ես դառնալու է։ Ես բոլորը այդ բոլորի մեջ Եթե դեպի մեկ պատասխան տալու, ելը կետական է։ Եթե դեպի մեկ Դե բան, քնչական կոմիտե
Ասում դե չեն կառավարվում այդ կառույցները իրանք։ Ասում չէ, ասում են իրավական համակարգը